Մենք ունենում ենք անցումային և ճգնաժամային փուլեր մեր կյանքում, լուսնի հանգույցներով այդ փուլերը կրկնվում են յուրաքանչյուր 18-19 տարի մեկ։ Ինձ նաև անհանգստացնում էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Իլոն Մասքի հարաբերությունները։ Ասեմ ձեզ, որ Դոնալդ Թրամփը խավարումների ժամանակ է ծնվել, և յուրաքանչյուր երկվորյակ նա կարող է երկարատև հարաբերություններ չպահել, ինչպես հարի է երկվորյակի կենդանակերպի ազդեցության տակ ծնվածներին։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիր, որ նրա քարտեզում Մարսը գտնվում է առյուծի կենդանակերպում, որ նաև Իսրայելի քարտեզում Մարսը գտնվում է առյուծի կենդանակերպում, որ նաև Իսրայել-Իրան հակամարտության սկսելու օրը այդ Մարսը օրերին Մարսը գտնվում էր առյուծի կենդանակերպում և դրական դիրքեր ուներ Իսրայելի լուսնի հետ։ Ինչն է հետաքրքիր, որ ուղղակի մենք բոլորս, եթե մենք ծնվել ենք երկիր մոլորակի վրա, մենք ենթարկվում ենք տիեզերական ցիկլերի ազդեցությանը։ Ահա այստեղ է թաքնված շանգլուխը, և ես, երբ որ Արեգ TV-ում հաղորդում էի տալիս Իրանի մասին, ճիշտ է, երբեմն բարկանում եմ, որովհետև հարցադրումները սուր են լինում, բայց այդտեղ ես նշեցի, որ հունիսի 16-ին, մի քանի օր առաջ, մի քանի օր հետ, լարումներ են սպասում Իրանի քարտեզում, դրանք կարող են պայթյուններ լինել, կարող են հրդեհներ լինել, և գիտեք ինչն էր հետաքրքիր, այդ պահին ես հիշեցի Սատուրնը կույսի կենդանակերպում, ղեկավարների հետ ինչ-որ բարդ իրավիճակներ։ Տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, բայց այդքան մանրակրկիտ հաշվարկված, կամ ես կարծում եմ, որ Իսրայելը անպայման հաշվարկել է, բայց Թրամփի Մարսը, տիեզերքի Մարսը և Իսրայելի Մարսը մի հարթության վրա։ Դա ժամանակ էր, ես կարծում եմ, որ 16-ին, բայց 16-ի մոտակայքը միևնույն է, կարևոր էր, ինչու չէր ընտրվել ամսի 16-17-ը, երբ որ Մարսը պետք է կույսի կենդանակերպ անցներ, որովհետև Մարսը կույսի կենդանակերպում թույլ է, նրանք ընտրել էին այն ժամանակահատվածը, երբ Մարսը առյուծի կենդանակերպում է, հաղթական նշանում է, և նրանց առաջին հարվածները իրավամբ հաղթական ավարտ ունեցան։ Սիրելի հետևորդներ, իրավիճակը դեռ չի պարզվել, դեռ Մարսը նոր է կույսի կենդանակերպ մտել, ես հենց այնտեղ խոսում եմ, որ մինչև օգոստոսի 5 վերջը Մարսը անցնի այդտեղ կշարքի